Կա մեկ խնդիր, որը մենք ստացել ենք մեր իրանցի գործընկերներից եւ մեսեջը հետեւյալն էր. Այն դեպքում, երբ որ բոլոր սահմաններից Իրան-հայկական սահմանը միշտ ընկալվել էր որպես ամենաապահով եւ անվտանգ, իսկ հիմա այդպիսի էլ տենց չի լինելու։ Հիմա Հայաստանը այդ կարգավիճակը չունի, որ ամենահավատարիմ հարևանը անվտանգության տեսանկյունից Իրանի համար հավատարիմ նկատելով, որ իր տարածքից որևէ անվտանգության խնդիր իրանք չեն զգում եւ չեն տեսնում։ Այս կոնտեքստում հաշվառնալով, որ Իրանը վերջի տարիների ընթացքում հիմնական զսպող միջոցներ մեզ համար Ադրբեջանի հարձակման դեմ, այս կարգավիճակի մեր փոփոխությունը այս կոնտեքստում արդեն խնդիր է լինում, հաշվառնալով, որ չնայած որ որոշ շրջանակներում Իրանում հայտարարում են, որ Հայաստանը չեզոքացրեց բոլոր մեր մտահոգությունները, էլ խնդիր չկա, բայց հիմնականում այդ մտահոգությունը կա, որ Իրանի հյուսիսային սահմանի մի կողմից Արցախի հարավում եւ Ադրբեջանի հարավում իսրայելական ներկայությունն է եւ Հայաստանի հարավից կլինի ամերիկյան ներկայությունը։ Իրանում տենց են դա նայում, նշանակում է, որ հյուսիսային սահմանը իրենց շրջափակված կլինի Իսրայելի եւ Միացյալ Նահանգների կողմից, որ բարձա, որ հաշվառնելով, որ Իրանը անուղղակի որոշ փուլերում ուղղակի գտնվում է Իսրայելի եւ Միացյալ Նահանգների դեմ պատերազմի մեջ, երբ որ թշնամիդ ավելի մոտենում է քո սահմաններին, մեծ խնդիր է։